Վերջին շրջանում Հայաստանում սպանությունները ավելացել են, ըստ ինչով է դա պայմանավորված։ Ազիժան, ինչով է պայմանավորված, ամենաթողությամբ։ Տեր չկա երկրին, սենց չի լինում, օրը մեկին նայում է սպանում են։ Իսկ ով պիտի այդ ամենը կարգի։ Այդ ամենը պետք է Փաշինյանը կարգա խստացնի։ Ոչ մեկը տեր չի կայնում երկրին։ Անտեր անտիրական, մենակ թողին 7 տարիա խոսմա բանից, Քոչարյանից։ Նրա ժամանակ սենց բաներ կար։ Ինչ իմանամ, ինչ պայմանավորված։ Ինձ թվում է կառավարության, ղեկավարության, վատ իշխանության երևի, հա։ Տեղին չի հսկվում։ Ինձ թվում է դրա հետ ավելի շատ կապված։ Վատ լուրեր եւ կարծում եմ ապական վատ ելնի։ Իսկ ձեզ այս սպանությունները, որ այս օրերին լսում ենք ու անընդհատ լսում ենք այդ սպանությունների մասին, ինչով է պայմանավորված։ Չեմ անում, բայց ճիշտ չի։ Եվ ապակայի համար եմ ասում, ես Գերմանիայից եմ գալիս։ Ես չեմ ուզում Հայաստանը երկրորդ Ուկրաինա լինի։ Եվ էթում է այս կողմի։ Մենք պետք է բալանս ունենանք մեծ երկիրների մեջ։ Եվ կարծում եմ սխալ ճանապարհ ենք գնում։ Ճիշտ է, որ Ռուսաստան առաջ մեզի չի օգնած։ Ճիշտուց չի օգնած։ Եթե օգնածներ այս վիճակը չէր ելնի, որ 120,000 Արցախի մարդկանց ճիշտ ոչխարի նման քշեն դեպի Հայաստան։ Բայց Ամերիկան էլ մեզի չի բանանում։ Ամերիկան որտեղ գնացել է, կռիվ է գցած։ Կարող եք նայեք Իրաքում, Լիբիայում, Սուրիայում եւ հիմա Պարսկաստանին է բանարած։ Մենակ Ամերիկան չի, Իսրայելն էլ։ Իսրայելի նույն ջարդը, որ Հիտլերը իրաց դիմաց արել է, նրանից դել ուժեղ Պալեստիններին անում։ Եվ այս չեմ անում, երկրկունդը քնել են, աչքերը կողպել են, չեմ անում, չեմ հասկանում։ Այս նույն ջարդն է, որ մենք հայերս ունեցել ենք։ Դու չես կարող նայես, ես երկու հատ երեխա ունեմ, երբ որ նայում եմ, տեսնում եմ այդ ինչ են ընդ, ինչ է կատարվում, ասում եմ կարող է այս իմ երեխեքս են տեղել նեին։ Այն նկարները, որ ջարդից Օսմանիները, թուրքերը մեզի ջարդել են 1915-ից հետո, նույն բան են տեղը պատահում։ Նույն բան այս տեղը պատահում։ Այդ պայմանավորված է, որ եթե 90-ական թվականներին ամիսը 1 էր տեղի ունենում, հիմա հաճախակի է դարձել, որովհետև երկրի ղեկավարը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության քաղաքացու պահանջներին։ Հազարամյակներով հայ ժողովուրդը հենց է կրթվել, որ իր հիմքը հանդիսանում է պատմամշակութային արժեքները։ Իսկ եթե մարդը հրաժարվում է իր արմատներից, այդ մարդուն ոնց հարգես։ Այդ մարդը ամեն ինչի ընդունակ է։ Դրա համար մենք այսօրն ենք ընկել, անտարբեր ժողովուրդը իր համար ամեն մեկը միտեղ նստած, այսինքն այս վիճակն է։ Ցավոք շատ ցավալի է։ Այդ սպանությունները շարունակվելու է։ Այնքան է շարունակվելու, մինչև դանակը հասնի ժողովրդի ոսկորին, որ էլ աջ ու ձախ չնայի։ Դնի սաղին նանաները լացացնի, այս է մեր վիճակը։ Համբեր ենք, տեսնենք երբ կգա լավ օրերը։ Վերջին շրջանում Հայաստանում սպանությունները ավելացել են, ըստ ինչով է դա պայմանավորված։ Եթե sense ղեկավար ունենանք, սպանությունները ավելանալու են ամեն օր։ Չենք էլ սպասում, որ լավը լինելու է։ Ուրիշ ոչինչ ասել չեմ կարող այս ղեկավարությանը։ Միանգամից ինչ մտքից գալիս է, դա սոցիումի, այսպես ասած, անկումը, վատ հարացումը, մարդկանց վատ ապրելակերպը, ես կարծում եմ դրա հետ է պայմանավորված։ Հենց ստատիստիկայով նայելով, թե դրանց խարակտերները բնավորությունը ինչպիսին են, միանշանակ դա բերում է սոցիումի անկման սա արդյունքն է, էլի։ Իսկ երբ որ տեսնում ենք քաղաքականության զբաղվողների, հանրային գործունեության զբաղվողների սպանությունների հետ կապված ինֆորմացիան։ Դե դա մի քիչ գիտեք, ըստ իս էլի իհարկե ավելի շատ քաղաքական դաշտին վերաբերվող հանցագործություններ են
իմ ենթադրություններով չեմ կարող հաստատակամ ասել, բայց այն կոպիտ ասած ինչ որ մեկը մեկին որ խանգարում է, դուք էլ լավ գիտեք դրա հետևանքը ինչ է լինում։ Դա քաղաքական դաշտի ներկայացուցիչների ոնց որ հարաբերություններն է, էլի, ավելի ճիշտ տենց։ Լավ ղեկավարությունից է դրա համար երևի։ Ուրիշ ասելու բան չունեմ։ Ես չեմ կարող ասեմ Ազիզյան, դա երևի ղեկավարությունն է, բանա տերություն չեն անում, նորմալ համակարգը նորմալ չի աշխատում։ Ինչ շրջանում Հայաստանում սպանությունները շատացել են, ըստ ինչով է դա պայմանավորված։ Ինչ ասեմ աղջիկ ջան, ամեն մեկն իր խելքը ունի, որտեվ լկտիությունը տիրում է մեր քաղաքը։